Եվս մեկ անգամ բարի լույս լինելես առավոտոսն ուղիղ եթերում է, մենք այսօր միասին մեկնարկել ենք առաջնալիքի գարնանային եթերաշրջանը ու առավոտյան ժամը 9-ից ձեզ հետ ենք ուղիղ եթերում, քիչ առաջ էլ անի հրահանգով խոսքը փոխանցեցինք մեր գործընկերներին, ովքեր որ ներկայացրեցին նոր լրահոսը ու առաջնահատվածում բավականին երկար հետաքրքիր անդրադարձ ունեցանք դասական արվեստի նկատմամբ ու հիմա էլ շարունակելու ենք խոսել դասական արվեստից։ Այո, շարունակելու ենք խոսել դասական արվեստից, մնացեք առաջինի հետ, որովհետև երկրորդ հատվածը առավոտ լուսոյի բավականին հագեցած է լինելու եւ բազմաբովանդակ, բայց հիմա կանգ ենք առնում սպասվող իրադարձության վրա, որովհետև երկարատև դադարից հետո հայ հանդիսատեսը նորից հնարավորություն կունենա վայելել դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը Յոզեֆ Հայդնի աշխարհի արարումը օրատորիան, ինչի մասին է խոսքը, երբ, ինչպես, որտեղ արդեն կիմանանք մեր հյուրերից։ Այո, ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերից, ովքեր տաղավարում են, իսկ տաղավարում է Ֆելիքս Բաբուրյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի տնօրեն եւ դիրիժոր Ուլիսես Յանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Դերևս ձեզ հետ երևի սկսենք, Ֆելիքս, մեր զրույցը ոնց եղավ համագործակցությունը ու ինչի երկարատև, ինչի չէր հնչում այս ստեղծագործությունը մեր երկրում։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Մայեստրո Ուլիսես Յանը արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, 2023 թվականին արդեն բախտ վիճակվել է աշխատել մայեստրոյի հետ։ Այն ժամանակ նորից ներկայացրել ենք մեծակտավ ստեղծագործություն Հենդելի Դիքսիտ Դոմինուսը եւ մեծ հաջողությունից հետո քննարկել ենք այլ ինչ մեծակտավ ստեղծագործություններ կան եւ մայեստրոն առաջարկեց Հայդնի The Creation, որ թարգմանաբար աշխարհի արարումը, որը շատ հայտնի ստեղծագործություն է դասական երաժշտության մեջ եւ շատ կարեւոր, իսկ Հայաստանում չեմ կարող ասել ինչու չի կատարվել վերջին շրջանում, որովհետեւ առաջի անգամ կատարվել է 2001 թվականին երջանկահիշատակ դիրիժոր Զավեն Վարդանյանի կողմից է սա կատարվել եւ ավելի քան 20 տարի չի կատարվել է ստեղծագործությունը ու հուսով եմ, որ այս 20 տարիների ընթացքում մենք չենք ունեցել հնարավորություն եւ հիմա ունենք հրաշալի հնարավորություն վաղը ամսի 18-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ժամը 7-ին երեկոյան Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Կոմիտաս երգչախմբի մասնակցությամբ եւ ունենք 4 հրաշալի մենակատարներ՝ Նելի Քալաշյան, Շահանե Աղաքարյան, Գուրգեն Պողոսյան եւ Աշոտ Ղանթարջյան եւ իհարկե մայեստրո Ուլիսես Յանը։ Վերադառնանք մայեստրոյին, ողջույն, Ուլիսես, շատ ուրախ ենք ձեզ այստեղ հյուրընկալելու համար եւ նաեւ աշխարհի արարմանը գանք, շատ հատկանշական է նաեւ, որ մեծ պահքի շրջանում ենք մենք հնարավորություն ունենում այստեղ վայելել այս ստեղծագործությունը, մի փոքր ձեր կողմից, ձեր մեկնաբանությամբ խոսենք այս աշխատանքի, այս ստեղծագործության մասին։ Բարի լույս։ Բարի լույս, բարի լույս, բարի լույս։ We are in front of a masterpiece. The creation is an oratorio, Bible text into music. So beyond this faith, this spiritual message of religion, այսպիսի մի հաղորդություն, որը որ աշխարհի արարման հետ է կապված, բացի դրանից մենք ունենք հրաշալի արվեստի գործ մենք աշխարհի արարման առջև ենք, մենք ապրում ենք, տեսնում ենք, լսում ենք ինչպես է տիեզերքը ստեղծվել, ինչպես է երկրագունդը ստեղծվել, լույսը ստեղծվել, լույսը մեզ բերում է ուրախություն եւ դրանից հետո արև լուսին կենթանիներն են ստեղծում Հայդնը այդ ասես նկարում է այդ լույսի հետ կոնտրաբասի հնչյունները պարուրում են մեզ եւ ասես մենք արծի հետ ենք գործ ունենում, սա շարունակվում է, ասես տարբեր կենթանիներ են հանձնվում Ադամը եւ Եվան կին եւ տղամարդ եւ վերջին հատվածում երբ Ադամն ու Եվան վայելում են միասին այն ամենը ինչ որ մեզ շրջապատում է առաջին
բլոկում, առաջին հատվածում Եվան առաջնորդում է մարդկանց եւ այնուհետեւ միասին նրանք մեկս մյուսին աստորեն լրացնում ենք, դու ինձ լրացնում ես, դու ինձ լրացնում ես։ It's a beautiful message and also ecological oratory. I think it's something Ես կարծում եմ սա հոգևոր է, բայց նաև շատ հրաշալի արվեստի գործ է։ Դրախտի մասին նաև խոսեցինք, դրախտում են միասին ապրում։ Մայստրոն 3 մասից է բաղկացած իրականում ստեղծագործությունը եւ 3 մասերին շատ գեղեցիկ բնորոշ իսպանացու, այսպես կարողացավ ներկայացնել մեզ ամբողջ ստեղծագործությունը շատ այսպես երաժշտական նույնիսկ։ Մայստրո, ինչքանով է կարևոր է ստեղծագործությունը ձեզ համար, ձեր խաղացանկում, կարելի է ասել, ինչ տեղ է զբաղեցնում սա։ Well, I studied conducting Ես սովորել եմ դիրիժորական արվեստ Վիեննայում, իմ Մարֆրեդ Կուսի Հայդենի լավագույն գիտակներից մեկի վերահսկողության ներքո եւ Վիեննայում, բայց նաեւ կարող եմ ասել, որ նաեւ այս երաժշտությունը Մոսկվայում նույնպես ինձ համար շատ կարեւոր է հանդիսացել եւ 2020 թվականին ես այս գործը ներկայացրել եմ Մոսկվայում 4 տարի առաջ ես շատ թարմ հիշողություններ ունեմ եւ հիմա մենք ստեղծում ենք հիշողություններ Հայաստանում creating through the rehearsals մենք անում ենք փորձեր որովհետեւ ինչպես Ֆելիքսը ասաց մենք ունենք շատ կտորներ փոքր փազելների այստեղ Կոմիտասի երկշախումն է Երևանի կամերային նվագախումն է տաղանդավոր երաժիշտներ ունենք եւ կամերային նվագախումն է եւ մենք ունենք մեծ համայնք մարդկանց ովքեր վայելում են այս process-ը ստեղծման, այսինքն ինչպես են բոլորը ստեղծում այս արարման, ասես մենք նկարում ենք երաժշտությամբ եւ մենք զգում ենք մեզ ինչպես երեխաներ, ովքեր վայելում են այս արվեստը եւ այս տարբեր կտորներ ստեղծում են երաժշտություն, մենք ապրում ենք այս process-ը, ապրում ենք ամեն րոպե երջանկությամբ, վայելում ենք ամեն փորձ, բայց վաղը մենք ունենք այս հրաշալի դահլիճում Խաչատուրյանի, Արամ Խաչատուրյանի հրաշալի ամերիկասրահում Ես կարծում եմ, որ նրանք նույնպես շատ հպարտ են այս process-ի եւ այս հրաշալի մեծ նախագծի մասը կազմելու նույնպես ուրախ են։ Ես այս տաղանդավոր մարդկանց հետ եմ աշխատում family team Կարելի ասել ընտանեկան մեծ թիմ է, բոլորը իրենց համարում են այս ընտանիքի մի մասը եւ բոլորի այս ամենը մեզ շատ օգնում է գեղեցիկ ապրել գործել Շնորհակալություն Ֆելիքս կարծես թե Ուլիսեսը ներկայացրեց մայստրոն ներկայացրեց թե փորձերի ընթացքը ինչպիսին են դրան չարադարձանք առանձնակի բայց համերգն արդեն վաղն է ենթադրաբար արդեն ամեն ինչ պատրաստ է ընտանեկան միջավայրում ստեղծագործական մթնոլորտի մասին եւս իմացանք ինչ կարող ենք ակնկալել հետագայում համագործակցությունների մասով եւ արդյոք Հայդենի հաջորդ այսպես գալուստը չլինի այդքան ուշ որքան այս անգամ եղավ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը եւ մասնավորապես Հայաստանի պետական կամերային նվագախումբը փորձում է ներկայացնել, մատուցել բոլոր այն մեծակտավ ստեղծագործությունները, որոնք ինչ-ինչ պատճառներով մեծ ժամանակի բացթողումով չեն կատարվել եւ վերջին 3-4 տարիների ընթացքում կամերային նվագախմբի եւ կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համատեղ մենք ներկայացրել ենք Բախի ստեղծագործություններից Սիմինոր Մեսան, Չարչարանքներն ըստ Մատթեոսի, Չարչարանքներն ըստ Հովանու, որոնք երկարատև ընդմիջումով ներկայացրել ենք հայ հանդիսատեսին եւ մեծ ողջավորությամբ են դքել դալիճը այո հանդիսատեսը եւ մեր համագործակցությունները արտասահմանից ժամանող դիրիժորների հետ որպես կանոն ուղղված են լինում մեծակտավ ստեղծագործություններ ներկայացմանը, քանի որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը նաև ունի 6 կոլեկտիվ եւ մենք ունենք այդ հնարավորությունը եւ նվագախմբի եւ երգչախմբերի մասնակցությամբ ներկայացնել օրատորյաներ, մեսաներ եւ դրա համար մայստրոյի հետ նորից համագործակցելու ենք հետագայում եւ կարծում եմ այս համերգից հետո որ ամեն ինչ լավ ավարտվի կնստենք հանգիստ քննարկենք թե հաջորդի որ ստեղծագործություն ենք ներկայացնելու մեծակտավ, իսկ դրանք շատ են ու
շատ ուրախ եմ, որ մեր հայ հանդիսատես հնարավորություն կունենա նմանատիպ ստեղծագործություն ընկտրել։ Ձեր քաղաքականությունը իդեպ շատ ողջունելի է, որ նման կերպ եք վերաբերվում հենց այդ մեծակատավ ստեղծագործներին նման համագործակցության շրջանակներում։ Առաջին համագործակցությունը ինչի ստեղծագործության շուրջ եղավ։ Handel Dixit Dominus 2023 թվականին ենք ներկայացրել նորից նվագախմբի եւ երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ։ Խոսակցության սկզբում նշել եք, ես նոր քիչ առաջ հիշեցի։ Իդեպ ասեմ, որ պատահական չէ երևի, մայստրոն նշեց, որ Վիեննայում է սովորել ու 1798 թվականին առաջին անգամ հենց Վիեննայում կատարվել է այս ստեղծագործությունը։ Բայց դու լսեցիր ինչ թիվ ասացիր 1798, դա 3 դար առաջ էր։ 3 դար առաջ Դե բայց ես վստահ եմ, որ դեռ 3 չէ, մի քանի հազար դարեր շարունակ դեռ կամանա եւ նմանատիպ ստեղծագործները դեռ շարունակելու են հնչել, պատահական չէ, որ հենց դասական ստեղծագործությունը անգին է։ Հաճախ հանդիսատեսը, երբ լսում է, որ դա օրատորիա է, մեզ երկար, որովհետեւ մեր ստեղծագործությունը որ վաղ ներկայացնում ենք, մոտ 1 ժամ 40 րոպե է տևում առանց դադարի, թվում է թե բարդ է լսել եւ այլն, բայց որ երաժշտության մեջ խորանակ լսեք գաք կհասկանաք, թե ինչքան գեղեցիկ է ու ինչքան արժեքավոր են այս ստեղծագործությունները, որոնք մենք ներկայացնում ենք։ Ես վստահ եմ, որ այս նմանատիպ ստեղծագործությունները ոչ միայն մեզ հայերիս, այլ առասարակ աշխարհին մարդկությանը հաճախ է պետք լսեն, լինեն, որովհետև վստահաբար նմանատիպ ստեղծագործությունները շատ բան կարող են փոխել մեր ներաշխարհը։ Եվ այնպես ինչպես մայստրոն նաև սկզբում նկարագրեց ու մեկնաբանեց, դրանք խաղաղեցնում են, նորից բերում են աստվածային ինքնությանը, բնությանը, տիեզերքին եւ սկզբին լույսին։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ նախ այս նախագծի համար եւ երկրորդը մեր տաղավարում այն լուսաբանելու հնարավորության, ձեզ հաջողություն ենք մաղթում նաև վաղվա համերգին։ Ես ձեզ հանձնեմ հրավիրատոմսեր, վաղը ձեզ ասում ենք մեր Շնորհակալություն։ Սիրով։ Մենք արդեն ունենք մեր տոմսերը։ Դուք են շտապ եք ձեռք բերել ձեր տոմսերը, որովհետև վստահաբար երևի հաշված տեղեր են մնացել։ Դեռ կան այլ։ Դեռ կան, շատ սահմանափակ են ու այս մեծ իրադարձությունը պետք չէ բաց թողնել, անպայման շտապ եք ձեռք բերել տոմսեր եւ վաղը ներկա գտնվեք այս ֆանտաստիկ համերգային ծրագրին։ Շնորհակալություն մայստրո ձեզ, մենք հույս ունենք, որ համագործակցությունը կշարունակվի։ Համեցեք, I would like to say մի քանի բան ուղարկի շատ արագ ասել, ես զգում եմ, որ երբ որ այս գործը բերում ենք Հայաստան, հանրության համար վայելել հնարավորությունը մեծ ձևաչափի նմանատիպ գործի ներկայացման։ Ասես թե մի գեղեցիկ կտավ ենք ձեզ բերել, ասես թե մենք բերել ենք այստեղ Վաշինգտոնի կամ մեկ այլ թանգարանի ցուցահանդեսը եւ բոլորը կարող են նայել, լսել եւ այս ամենը տեսնել ինչպիսի արվեստի մեծ գործ է ներկայացվում։ Ներկա գտնվեք համերգին, որովհետև սա հրաշալի է լինելու ինչպես ձեր հոգու, ձեր ականջի եւ ձեր մտքի եւ ձեր աչքերի համար։ Մենք ձեզ սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու այս գործին։ Ոչինչ չկա, մնում է իսկապես կարողանաք այդ հնարավորությունից օգտվել սիրելի հեռուստատողներ։ Մենք շարունակում ենք եւ բնականաբար շարունակում ենք երաժշտությամբ։